Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, երբեմն ինձ թվում է որևէ բույսի մասին այնքան շատ եմ պատմել եւ տարբեր առիթներով, որ դրան անդրադառնալու այլևս կարիք չկա։ Սակայն ձեր հարցերը այնքան շատ են, որոնք վերաբերում են փողի ծառին, գրասուլային, որ ստիպված եմ դարձյալ անդրադառնալ դրան։ Այս գործին նաեւ օգնեց, այսպես ասած, իմ ծանոթներից մեկի նվիրած գրասուլան, որ այսօր անմխիթար վիճակում է։ Այդպես էլ է լինում, երբեմն մասնագետների մոտ են բույսերը փչանում, սակայն ի տարբերություն որոշ բուսասերների, որոնք շտապում են ազատվել դրանից, ես միջև վերջի պահը, միջև վերջի ճիգը գործադրում եմ, որպեսզի բույսերը վերականգնեն եւ փառք Աստծո։ Ինձ մոտ միշտ ստացվում է։ Հիմա ուզում եմ կիսվել իմ հմտությունների հետ, որպեսզի դուք էլ չշտապեք որևէ հիվանդացած կամ մի փոքր իրեն վատ զգացող բույսը դեն նետել։ Իսկ մինչ այդ շնորհակալություն եմ հայտնում իմ մշտական հաճախորդներին, իսկ մինչ այդ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ մշտական հետևորդներին, բարեմաղթանքների եւ հարցերի համար, իսկ բոլոր նրանց, ովքեր հենց նոր միացան մեր ալիքին, լրիվ պատահաբար ասեմ, որ ես դոնարան եմ, Կոստանդյան Դոննակոս, այսպես ասած, կեսաբանական գիտությունների թեկնածու եւ փորձում եմ ամեն ինչով օգնել ձեզ գեղեցիկ եւ առողջ բույսեր ունենալու համար, այնպես որ կարծում եմ, եթե բաժանորդագրվեք, շատ կշահեք։ Դե ինչ, սկսեցինք։ Տեսեք, հրաշալի աճած գրասուլան, ծանրությունից, որտեղ ճյուղերը այնքան էին շատացել, շուռ է եկել, եւ այստեղ ունի հատված փչացած, հիմա ես ձեզ մանրամասը ցույց կտամ, սակայն իրականում նա ունեցել է այսպիսի տեսք հարուստ, գեղեցիկ աճած, բոնսայի նման, այնպես որ չեմ կասկածում, որ նորից պիտի վերականգնեմ, եկեք սկսենք հենց սկզբից։ Նախ, նման դեպքում անհրաժեշտ է կտրել բույսը վնասված տեղից, հիմա մենք դա կանենք, իսկ արմատային սիստեմը, որը կարծում եմ բավականին առողջ է, մենք հիմա դրանում կհամոզվենք, հանել հողից եւ վերատնկել նոր հողի եւ նոր ծաղկամանի մեջ։ Նախ առաջնահերթ կտրենք այն հատվածից, որը շատ ծանրության պատճառով փչացել է, այսպես, ասեմ, որ գործիքը նախապես ախտահանել է, տեսեք, այստեղ ունենք մի փոքր վնասված մաս, սա նույնպես անհրաժեշտ է հեռացնել։ Իսկ մինչ այդ ես գործողություն անեմ եւ ասեմ, որ փողի ծառը գրասուլան բուսասերների կողմից հավանաբար ամենասիրված բույսերից է, որովհետեւ շատերը հավատում են, ինչպես եւ ես, որ այն կարգավորում է իր աուրայով ֆինանսական հարցերը, բացի այդ շատ գեղեցիկ է եւ շատ քիչ խնամք է պահանջում, սակայն ունի մի մեծ թշնամի եւ դա հաճախակի ջրելն է։ Եթե մենք բույսին սխալվում ենք 1-2 անգամ ջրում ենք ավել, ապա վստահ եղեք, որ ջուրը հավաքում է իր մեջ, որովհետեւ սուկուլենտ բույս է եւ այստեղ էլ գրեթե նույն բանն է եղել։ Տեսեք, ես սեղմում եմ եւ ջուր է դուրս գալիս։ Մի քանի անգամ ավել է ջրվել։ Եվ բույսը սկսում է տերևները շպրտել, որպեսզի կարողանա գոյատևել։ Այս դեպքում շատերը արդեն մտածում են, որ բույսը փչացել է, իրականում այդպես չէ։ Ես սա բաժանում եմ մասերի, որոնք յուրաքանչյուրը հետո պետք է դառնա մեկ առողջ լավ բույս, մի մասը կնվիրեմ, մի մասը կպահեմ ինձ, այսպես։ Սրա մասին քիչ հետո, քիչ անց։ Հիմա տեսնենք ինչ ենք անում հիմնական բույսի հետ։ Կտրում եմ նաև այս հատվածը, թեպետ առողջ է, բայց թարմացնելու համար պիտի կտրվի, որպեսզի նոր տերևներ առաջանան, այսպես կտրում ենք բոլորը, սրանք քիչ հետո ես կմշակեմ, իսկ մինչ այդ եկեք փոխենք հողը եւ ես բացատրեմ, տեսեք ինքն իրեն ընկել է ճյուղը եւ արմատակալել է, այնպես որ մի շտապեք բույսերը շուտ դեն նետել։ Փորձեք մի քիչ խաղալ հետներ, այնքան հաճելի է, երբ որ կիսամեռ բույսը կարողանում եք վերականգնել, ձեզ ընդհանրապես, չգիտեմ, բժիշկ եք զգում։ Հիմա արդեն այս բույսը
ես պետք է հանեմ հողից, զգուշությամբ, որպեսզի արմատները ի դեպ ասեմ, որ գործողություն անելուց առաջ աշխատեք մի քանի օր չջրել բույսը, որպեսզի այն մազարմատները թաց վիճակում, երբ որ հանում եք, երբեմն կտրվում են եւ բույսը դրանից տուժում է։ Հիմա տեսնենք ինչպիսին է արմատները։ Արմատներ կան, բավականին լավ վիճակում են, այսպես նայեք, ես հիմա կմաքրեմ եւ կվերատնկեմ նոր ծաղկամանի մեջ, հնարավորություն տալով, որպեսզի բույսը աճի, բայց չէ, տեսեք այստեղ ինչ ունեմ ես մեկի մոտ, կեղևը դուրս է գալիս, իսկ դա նշանակում է, որ այս հատվածը արդեն պիտանի չէ, կվերատնկենք, իսկ սա բավականին առողջ է, կվերատնկենք միայն սա։ Ուրեմն մեզ անհրաժեշտ է վերցնել նոր ծաղկաման, որի տակ անում ենք հնարավորինս շատ անցքեր, սա վերաբերում է բոլոր բույսերին եւ հատկապես սուկուլենտներին, որոնք շատ են տուժում ջրի ավելցուկից, տակը լցնում ենք ինչպես միշտ հաստ շերտով դրենաժ։ Իդեպ պիտի ասեմ, որ այստեղ ես մի քիչ շատ պիտի լցնեմ, որտեղ տեսեք, քանի որ մի հատված մնաց ինձ, մոտավորապես այսպես 3 մատի չափով դրենաժ կլցնեմ, որ ծաղկամանը փոքր լինի եւ շուտ կարողանա արմատակալել բույսը։ Լցնում եմ դրենաժը։ Մոտավորապես այսչի չափ, տեսեք, երևում է։ Եվ շատ կարևոր է ինչ հող ենք օգտագործում։ Ուրեմն կրասուլայի հողը ես ընտրել եմ ունիվերսալ հող կոկոսի տորֆով։ Տեսեք, այս մազիկները ամբողջ կոկոսի տորֆ են, որը ջրաթափանց է դարձնում եւ արմատները լավ են աշխատում, անպայման մեծ քանակությամբ պերլիտ, դա շատ կարեւոր է, սևահող է պարունակում, մի փոքր ավազ է պարունակում եւ մի փոքր տերևահող։ Իսկ ամբողջը նաեւ խառնված է մանր դրենաժով։ Տեսեք, այս մանր հատիկները, որ տեսնում եք, նույն դրենաժի փոքր չափերն են։ Լցնում ենք ուրեմն այսպես հողը ծաղկամանի տակ։ Սիրելիներս, շատ եք հարցնում նաև մանուշակների մասին։ Ես խոստանում եմ, որ հաջորդ հաղորդումը կանեմ մանուշակների մասին, կաշխատեմ անել, նախապես շատ չխոստանամ։ Այնպես որ հետևեք հատկապես այն մարդիկ, որոնք լիքը հարցեր են տվել, ինչպես վերատնկել, ինչ պայմաններում պահել, ինչու են տերևները շուտ փափկում եւ թափվում, այդ բոլոր հարցերին կաշխատեմ պատասխանել եւ ունեմ մանր ճուտիկներ, որոնք պիտի վերատնկեմ, դա կանեմ ձեզ հետ միասին։ Եկեք այսպես մի քիչ արագ անենք, ձեր ժամանակը խնայելու համար։ Տեսեք ինչ լավ հող է մեր հողը։ Ընկերություն, բոլոր բույսերի համար, բացի օրքիդեաներից կարելի է օգտագործել, իսկ եթե ուզում եք թթվային սարքել, պարզապես նրան պիտի որոշ բույսեր, որոնք սիրում են թթվային հող, ավելացնեք քացախ կամ ասպիրին։ Ահա, արեցի անցք, նախ սեղմում ենք մի հատ լավ, այսպես որ նստի, հենց մատով կարելի է անցք անել, հիմա ուշադրություն, տնկելուց առաջ ես պիտի այն թաթախեմ, սա էր չէ մեր առողջը, իսկ հետո այնքան գեղեցիկ ճյուղ է, կտեսնեք ինչքան լավ է տերևակալում, հնարավոր է, որ բոնսայ սարքեմ դրանից։ Ուրեմն երկու տարբերակ ունենք, կամ ես տնկում եմ, այնուհետև ջրում կորնևինով, տեսեք, կարող եք օգտագործել նաև խմորիչ, ես այդ մասին ասել եմ, կամ պարզապես կարելի է մի փոքր թաթախել ջրի մեջ արմատը, այսպես, որ հնարավորություն ունենա կորնևինը լավ վերցնի, թաթախել կորնևինի լուծույթի մեջ, այսպես առատ և տնկել։ Սիրելիներս, ես ուղղակի ցույց եմ տալիս, երբ որ դուք կտրում եք, կարող եք նաև այս տնկանյութը թողնել 1-2 օր օդում, եթե ջուրը շատ է լինում, և ավելացնել անպայման ածուխի փոշի կամ ածուխի հաբեր, որոնք վաճառվում են դեղականը։ Հիմա ես, քանի որ տնկեցի, որպեսզի սխալ ոչինչ չանենք, 1-2 հապ այսպես։ Տեսեք, ածուխը կմտցնենք հողի մեջ, որ ավելորդ ջրելու ժամանակ
ածուխը կարողանում է վերցնել իր վրա, ինչպես դրենաժը, եւ ախտահանում է։ Այսպես սիրելիներս, հիմա սա դրեցինք մի կողմ, այսօր ես չեմ ջրելու, կջրեմ վաղը, որովհետև, ինչպես ասացի, լավ կլիներ օդում թողնեի 1-2 օր, նոր տնկեի, ես անմիջապես տնկեցի։ Դնում ենք տակդիրը եւ սա դնում ենք մի կողմ։ Ինչ վերաբերում է այս մեր ճուտիկներին, որոնք հրաշալի տնկանյութ են հետագայում, ես պարզապես սրանք կմշակեմ, կտրում ենք շեղությամբ, որպեսզի մակերեսը արմատներ տալու շատ լինի, տեսեք այսպես, թաթախում ենք կորնևինի մեջ, կամ անմիջապես տնկում ենք նոր ծաղկամանի մեջ, կամ տնկանյութը թաթախում ենք ուրեմն ածուխի փոշու մեջ և 1-2 օր թողնում ենք դրսում։ Ես հավանաբար կվարվեմ երկրորդ տարբերակով։ Սիրելիներս, ինչ վերաբերում է խնամքին, եկեք մեկ անգամ ևս հիշեցնեմ։ Սրանք սուկուլենտ բույսեր են, հետևաբար հաճախակի ջրել պարզապես չի թույլատրվում։ Ջրեք առատ, առաջին անգամ ջրի քանակը որոշելու համար վերցրեք չափիչ եւ աստիճանաբար լցրեք։ Հենց ջուրը տակդիրի մեջ է լցվում, ուրեմն դրա չափը այդքան է։ Հաջորդ անգամները ջրում եք դրանից մի փոքր քիչ։ Դա մոտավորապես տևում է, ես օրերով չեմ կարող ասել, կախված է տարվա եղանակից եւ ձեր տան ջերմաստիճանից, սակայն հաստատ 8-10 օրը անցնում է, ձմռանը ավելի հազվադեպ եք ջրում։ Լույսը պետք է լինի պայծառ, ցրված, իսկ աշնան լույսը, աշնան արևը շատ օգտակար է բույսերի համար։ Ասում են, չի ասացված կա, աշնան արևը աղջկաս, գարնան արևը հարսիս, որտեղ գարնան արևը միշտ վնաս է տալիս, իսկ աշնան արևը միշտ օգնում է, ճիշտ այնպես է, ինչպես բույսերին։ Ինչ վերաբերում է պարարտացնելուն, կարող եք պարարտացնել, օրինակ հիմա 1-2 անգամ ես կորնևինով կջրեմ, կարող եք պարարտացնել հազվադեպ, 1-2 ամիսը մեկ անգամ, կամ հատուկ կակտուսների համար նախատեսված պարարտանյութով, կամ սովորական պարարտանյութով, բայց կես դոզայով, ենթադրենք ասված է 1 գրամը 1 լիտր ջրի համար, դու կարեք կեսը, սուկուլենտները շատ պարարտացում չեն սիրում։ Դե ինչ այսքանը, ցողելու կարիք էլ չկա, որովհետև օդի խոնավության նկատմամբ բոլորովին անտարբեր են, կարող եք ցողել, կարող եք չցողել, այնպես որ շատ հեշտ կրկնում եմ պահվող բույսեր են եւ շատ կյանք սիրող կենսունակ, այնպես որ հենց մի քիչ փչանում են, դուք ուշադրություն եք դարձնում, նրանք նորից սկսում են փթթել եւ նորից լավ աշխատել։ Հետևեք հաղորդումներին, ինչպես նշեցի, կխոսենք մանուշակների մասին, կհանդիպենք շուտով, լավ մնացեք, ցտեսություն։